Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը նոր մեքենա է ձեռք բերել, այս մասին Փաստինֆոն տեղեկանում է պաշտոնական բացահայտումներում հրապարակված փաստաթղթերից։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պայմանագիր է կնքել Toyota Երևան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ էլեկտրոնային աճուրդի եղանակով։ Toyota Երևանին տրամադրվել է 15 միլիոն 999 հազար 900 դրամ 2026 թվականի արտադրության Toyota Camry Mach-Nishի 1 ավտոմեքենայի համար։ Մեքենան բենզինային շարժիչով է 2.5 լիտր ծավալով, իսկ հզորությունը 204 սիաուժ։ Տեղեկանում ենք նաև, որ մեքենայի սրահի գույնը նույնպես սև է եւ կաշվե, առջևի նստատեղերը տաքացվող եւ հովացվող են։ Մեքենան ունի աուդիո համակարգ, 360 աստիճան տեսախցիկներ։ Իդեպ, Toyota Երևան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն Նարամայիս Մայրապետյանն է, որը գործարար Սամվել Մայրապետյանի եղբոր Դավիթ Մայրապետյանի որդին է։ Սամվել Մայրապետյանն էլ իր հերթին H2 հեռուստաալիքի գլխավոր տնօրենն է, որը սերտ հարաբերություններ է ունեցել նախկին իշխանությունների եւ մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ հիմա հետախուզման մեջ է։